Հայաստանում վերջերս ընդունվել է կրիպտոակտիվների կարգավորող օրենք։ Թեև այն կոչված է կանոնակարգել ոլորտը, փորձագետները մի հարց են բարձրացնում. արդյոք սա իրականում չի խանգարում ոլորտի զարգացմանը։ Գոյություն ունեն բազմաթիվ կարգավորումներ, բոլորը իրենց առավելություններով ու զարգացած երկրների կարգավորումներ, ասենք Ամերիկայինը, Սինգապուրինը, Միացյալ Էմիրություններինը, Հոնկոնգինը եւ այլն, եւ այդ բոլոր կարգավորումները իրենց առավելություններ ունեն, առավելություն չուներ մենակ մի կարգավորում, դա եվրոպական նոր կարգավորումն է, որը միտված է միմիայն, որպեսզի մերպես երկրները խոնարհվեն այդ եվրոպական բանկային համակարգի առաջ, եւ հենց այդ կարգավորումն է վերցվել, ընդ որում այդ կարգավորումը դեռևս Եվրոպայում էլ ուժի մեջ դրված չի, արդեն իր վատ արդյունքները ունի Եվրոպայում, հա, բոլոր տնտեսվարողները դուրս են գալիս, ստարտափները դուրս են գալիս։ Ներկա ընդունված օրենքը արդեն իսկ նենց խաղի պայմաններ է դնելու, որ նոր խաղացողները ընդհանրապես չգան, իսկ եթե նոր խաղացողները ընդհանրապես չգան, ել ոնց ենք հասկանալու ինչա պետք փոխել, որ լավ լինի։ Միլիոնավոր դոլարներ էին խնայում այդ փոխանցումները, որտեղ բանկով չէին անում, կրիպտոարժույթներով էին անում, եւ այդ գումարները խնայում էին։ Հիմա արդեն այդ օրենքով ստիպվում է, որ այդ փոխանցումների արդյունքում քաղաքացիները նորից գնան բանկ, նորից սպասեն օրերով մինչև իրենց փոխանցումը կլինի եւ նորից այդ միջնորդավճարները տան բանկերին։ Սա չլսնված բան է կրիպտո ոլորտի համար աշխարհով մեկ։ Հենց կրիպտո ոլորտը ստեղծվել է դրա համար, որ այդ միջազգային փոխանցումների ժամանակ էլ խնայողություն անեն։ Երբ լսում են կրիպտո արտահայտությունը, շատերի մոտ ստեղծվում է պատկերացում, թե սա ինչ-որ բարդ տեխնոլոգիա է, որտեղ պետք է ուժեղ մաթեմատիկա իմանաս կամ ծրագրավորող լինես, որ հասկանաս, բայց իրականում ամեն ինչ ավելի պարզ է։ Բլոկչեյնը դա ընդհանրապես տվյալների պահպանման, մշակման եւ փոխանցման միջոց է։ Այսինքն ինքը ստեղծվել է, որպեսզի ինչ-որ մի տվյալ մի տեղում չպահվի, այլ պահվի շատ տեղեր եւ լինի ավելի անվտանգ եւ ինչ-որ մեկի քմահաճույքով փոփոխության չենթարկվի։ Այդ արժույթները, իրանց առևտուրը եւ այլն, դա արդեն ոնց որ հետևանք է։ Օրենքը մի քանի հիմնական վնաս է հասցնում ոլորտին։ Կրիպտոյով արագ ու ցածր միջնորդավճարով փոխանցումները վերադարձվում են բանկերին, ինչը թանկացնում ու դանդաղեցնում է գործընթացը։ Ներդնումներ ու նորարարությունները նվազում են, քանի որ կրիպտոյով գործարքները արգելված են։ Ստարտափները գնում են այլ երկրներ, քանի որ Հայաստանում վատ կարգավորումների պատճառով դժվար է զարգանալ։ Եթե բանկը իմանում է, որ դու ինչ-որ ձև առնչություն ունես կրիպտո բառի հետ, օրինակ SMM ծառայություն եք բացում, որը սպասարկում է կրիպտո ընկերության, սա էլ հաշիվ չեք կարող ունենալ։ Այդ ամենաուղղակի խոչընդոտն է, որոշակի կոմպետենցիայի պակաս կա եւ տեղեկացված լինելու պակաս կա։ Այսինքն ինքը կետերով չի խփում, ինքը ամբողջ ոլորտը փակում է։ Եվ իր բացակայությունն էլ է վնաս, որ հիմա չկա կարգ, այսինքն ես ոչ մի դեպքում չի ուզի, որ չլիներ կարգավորում։ Այն ինչ որ հիմա կա, դա էլի վատ է։ Սինգապուրն է, Հոնկոնգն է, Ամերիկան է, շատ լավ փորձ է, հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջովին ինտեգրված է պետական ֆինանսական համակարգում։ Մասնագետը չի կարծում, որ օրենք գրողները նպատակադրված ուզում են փակել ոլորտը։ Նրա կարծիքով խնդիրը հաղորդակցման պակասն է։ Իմ պատկերացնելով կոմպետենցիայի պակաս կա։ Նաև համայնքի հետ շփման պակաս կա, նաև համայնքից որոշակի սխալ մեսեջներ կան, որ ես հանրային դաշտում եւս տեսնում եմ, որ օրինակ, չգիտեմ, կրիպտո ոլորտը բանկերի կոնկուրենտն է, բանկերը վատն են, կրիպտոն լավն է, նաև գիտակցումը պետք ունենալ, որ մեկ հաջողված կրիպտո պրոյեկտը, որը Հայաստանում է գրանցված, այստեղ հարկեր ավճարում եւ այլն, ինքը իր կապիտալիզացիայով կարա ավելին լինի, քան ասենք հարևան երկրի նավթային բյուջեն։ Ամատունու կարծիքով Հայաստանը բոլոր շանսերը ունի հաջողված նախագծեր ունենալու, որոնք անգամ կգերազանցեն մեր պետբյուջեն։ Անի Հովհաննիսյան, Դավիթ Եղիազարյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։